Հայաստանում կավելանա կբարձրանան ակցիզային ապրանքների հարկերը։ Ինչպես մի քանի օր առաջ հերթական տեսանյութերից մեկում ես ձեզ զգուշացնում էի, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Հայաստանում սպասվում է հարկերի կտրուկ աճ։ Հարկերի աճը կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վերցրած պարտքերի հետ։ Ցանկացած միջազգային ֆինանսական ինստիտուտ, որը տրամադրում է պարտք որևէ պետությանը, նրանք առաջնային հաշվի են առնում այդ պետության պարտքի սպասարկման հնարավորությունները։ Եվ եթե նրանք տեսնում են խնդիր պարտքի սպասարկման հնարավորությունների հետ, նրանք ստիպում են տվյալ երկրին գնալ հարկերի բարձրացման, տուրքերի բարձրացման ճանապարհով, որպեսզի պետությունը կարողանա վճարել իրենց գումարները։ Սպասարկման գումարները, չեմ ասում պարտքը։ Պարտքը դեռ մեր սերունդներն են, մենք ենք վճարելու։ Եվ ցավոք սրտի շատերը չլսեցիք, շատերը գնացիք եւ ձայն տվեցիք Նիկոլ Փաշինյանին, որը հերթական պարտքի դիմաց կտրուկ բարձրացնում է ակցիզային հարկը։ Այսուհետ ակցիզային ապրանքանիշերով ապրանքները կգնեք մի քանի անգամ ավելի թանկ։ Եվ ուզում եմ նաեւ մի վատ լուր եւս հայտնել։ Առաջիկայում Հայաստանում սպասվելու է հիպերինֆլյացիա։ Եվ դրա կրողները լինելու ենք մենք։ Ցավոք, բայց լինելու է, որովհետև աշխարհի փորձը ցույց է տալիս, եւ դրա օրինակները կան Արգենտինան, Վենեսուելան, երբ որ պոպուլիստ ղեկավարները հանուն նրա, որպեսզի ժողովրդին ոգևորեն, այսպես ասած, գնում են պոպուլիզմի ճանապարհով եւ հայտարարում են, որ նրանք գնալու են պետականացնելու մասնավոր բիզնեսի եւ բնականաբար դա իր հետևից բերել է շղթայական կապ հիպերինֆլյացիայի։ Ես դրա մասին առանձին վերլուծություն եմ գրել, իմ Facebook-յան էջում այդ վերլուծությունը կա, կարող եք կարդալ կոնկրետ հիմնավորումներով, կոնկրետ փաստերով, թե ոնց է տեղի ունենալու եւ ոնց է դա առհասարակ տեղի ունենում։ Ցավոք սրտի մեր ընտրությամբ մեր ազգի, ես մերին ասելով նկատում եմ մեր ազգի ընտրությամբ, մենք գնացինք այն քայլի, որ Հայաստանը ել ավելի է մխրճվելու տնտեսական ճգնաժամի մեջ։ Մեր հասարակությունը ել ավելի է վատ ապրելու, քան ապրում էր երեկ։ Ցավոք սրտի, բայց փաստ է։